Գործարար ալիքն եք դիտում կամ լսում, սիրելի ռադիո լսողներ, FM 106 եւ 5 հաճախականությամբ, եթե ռադիո ընդունիչով, իսկ եթե համացանցում եք, ապա ամենայն հավանականությամբ դիտում եք մեզ լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ ինչ-որ այլ թվային հարթակում, նաեւ խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել։ Հայկ Մամիջանյանն է մեր տաղավարում, պատիվ ունեմ խմբակցությունից, հանրապետական, բարև ձեզ, բարև եք եկել։ Շատ բան կա խոսելու իրականում, բայց երբ ես ընթերցեցի ձեր հայտարարությունը, որը վերաբերվում էր իմպիչմենտին, շատ տարակուսելի էր ինձ համար, որ հանրապետական կուսակցությունը չունի վարչապետի թեկնածու։ Տարօրինակ է, էլի մեր ամենահին ավանդական կուսակցություններից, այսինքն Դաշնակցությունն է համարվում ավանդական կուսակցություններից, բայց նորանկախ Հայաստանում, այո, նորանկախ Հայաստանում կարող ենք նաև հանրապետականը համարել, ու մենք պատկեր ունենք, որ հենց կուսակցությունը ընդունում է, որ չունի վարչապետի թեկնածու, ոնց է տենց ստացվել։ Տեսեք, առհասարակ հանրապետականի գրավոր տեքստերում յուրաքանչյուր բառ էական է, ու այս հայտարարությունը բացառություն չէր։ Ինձ դուր է գալիս այն փաստը, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում եկել է մի պահ, որ քաղաքական ձևակերպումները, պոլիտեսը գոնե մեր համար արդեն բացարձակեական չեն, ու մենք հստակ առանց այլևայլությունների, առանց քաղաքական ձևակերպումների կարող ենք մեր քաղաքացիների հետ իրականությունը քննարկել։ Բնականաբար դուք ճիշտ նշեցիք, հանրապետականի անցած ուղին հուշում է եւ այդպես էլ կա, որ մենք 2 կամ 3 կառավարություն պիտի որ միայն մեր կուսակցական ռեսուրսով կարողանանք ձևավորել։ Բայց ինչպես 3 նշեց նախագահ Սարգսյանը, ու մինչև այդ էլ մեր հայտարարության մեջ նշված էր, որ քաղաքական ամբիցիաներից, քաղաքական նկրտումներից զերծ պահելու, այդ առանց այդ էլ բարդ գործընթացը չբարդացնելու համար հիմնական դերակատարներից մեկը, իսկ իմ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, պարլամենտական գործընթացը, ուստի խորհրդարանական խմբակցությունները, պատգամավորներն են հիմնական դերակատարները այդ գործընթացի, գոնե պատիվ ունեմ խմբակցության, գոնե հանրապետականի մասով, մենք մաքուր ենք պահում եւ պարզեցնում ենք այդ գործընթացը։ Ասում ենք, որ մենք այս պահին տեխնացու չենք առաջադրում եւ պատրաստ ենք առանց նախապայմանների քննարկել ցանկացած տեխնացուի քննարկել։ Սա որոշեցին մեր գործընկեր Աղազարյան Հովիկը եւ Հակոբ Ասլանյանն սխալ ընթերցել Մարուկյան Էդմոնի հետ համատեղ եւ ներկայացնել, թե իբր մենք ասել ենք առանց նախապայմանների ցանկացած տեխնացուի քվեարկելու ենք։ Դե որոշեցին 2 օր անց պատիոնան խմբակցությունը տարածեց իր երկրորդ հայտարարությունը։ Ձեր թույլտվությամբ Մարուկյանին կանցնենք իհարկե քննարկենք այդ հարցը, բայց ճիշտ հասկանանք, էլի։ Չունեք տեխնացու իմպիչմենտի համար, թե չունեք տեխնացու վարչապետի։ Դրանք տարբեր հասկացություններ։ Մենք ունենք, ինչպես ասացի, 2-3 կառավարություն ձևավորելու ռեսուրս մարդկային։ Դա նշանակում է եւ վարչապետ եւ նախարարներ։ Բայց հասկանում ենք, որ կան դերակատարներ, որոնք կարծես իշխանության գալը կամ գործընթացները մի քիչ ավելի շատ են կարևորում, քան իշխանափոխությունը։ Ուստի որպեսզի ավելորդ ամբիցիա, անառողջ ամբիցիա, նման բաներով այս process-ը չբարդացնենք, մենք որպես դերակատարներից մեկ ասում ենք, մենք չենք առաջադրում այս պահին։ Ինչ առաջարկ կա դաշտում։ Եկեք, մենք կպնենք ու իրականում այս գործընթացը, որը հիմա տեղի ունենում հրապարակային հայտարարություններով, այս 7 տարվա ընթացքում առնվազն 3-4 անգամ եղել է։ Ու հանրապետականի դիրքորոշումը միշտ նույնն է եղել, ես մի քանի անգամ պատիվ եմ ունեցել այդ քննարկումների ժամանակ ներկայացնել հանրապետականը, ու իմ կյանքը հեշտ էր այն առումով, որ ես ավելորդ ինչ-որ ամբիցիա մտածելու, բայց սպասի սենց ասեմ, որ մեր տեխնացուին առաջ բրդեմ եւ ես այդպես բաներ չունեի, որովհետեւ ինձ կուսակցությունից պատվիրակել էին գնալ եւ անել ամեն ինչ, որպեսզի իշխանապողություն տեղ ունենա։ Ապրիորի իմպիչմենտին հավատում, հեսա դրա մեկ պատասխանեմ։ Հիմա այդ նույնը դարձել է հանրային, ու մեր քաղաքացիները հնարավորություն են տեսնելու, թե հանրապետականը ոնց է այս գործընթացի մոտենում։ Հիմա իմպիչմենտ կոչվածի, իսկ իրականում անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Այո, հավատում եմ։ Բայց փորձեմ բացատրել ինչի։ Հավատում եմ նույն ձև, ինչպես ընկերներիս, կուսակից ընկերներիս հետ հավատացել եմ հայրենիքի փրկության շարժման ժամանակ Աբովյան փողոցը փակելուց։
հավատացել եմ, հավատում եմ եւ չեմ համարում, որ որևէ սխալ բան ենք արել, որովհետեւ դրանք բոլորը կաթիլ, մեկը մի քիչ մեծ կաթիլ, մեկը գուցե դույլ, հա, այսպես ձևակերպեմ, բայց բերել են այն վիճակին, որը ունենք հիմա Փաշինյանի պատմական մինիմալ ռեյտինգի պարագայում։ Նույն ձև հավատացել եմ դիմադրության շարժման ժամանակ, նույն ձև հավատացել եմ այդ կոմիտեի ժամանակ, նույն ձև Սրբազան պայքարի Բագրատ Սրբազանի առաջնորդածի ժամանակ։ Մենք ելնում ենք այս տրամաբանությունից, հա։ Երբ որ դու նախաձեռնում ես որևէ գործընթաց, դրա բոլոր բաղադրիչները, քաղաքական բաղադրիչ, տեղեկատվական բաղադրիչ, մարդկային ռեսուրսների կոնսոլիդացիա եւ այլն, փողոցային պայքար, բոլոր բաղադրիչները պիտի հասցնես իրենց արդյունավետության մաքսիմումի, հա, հնարավորինս շատ եթերներ ունենաս, հնարավորինս շատ մարդ հավաքես փողոցում եւ այլն եւ այլն եւ այլն։ Երբ որ դու այդ տնային, այսպես ասած, աշխատանքը արել ես, հետո ես արդյունավետության հաշվարկի հաճույքը ճիշտ ասած չեմ հասկանում։ Այսինքն մենք բոլորս ասում ենք, որ աղետի մեջ է մեր երկիրը։ Մենք բոլորս ասում ենք, որ ամեն օր ավել Փաշինյանի իշխանությունը դա աղետ է եւ բերում է ցավ եւ կորուստներ, ու պետք է նստենք, հաշվենք, ասենք, լավ, այս process-ը երևի չի ստացվի, չի արի չթաթախվեմ։ Սա բիզնես պրոյեկտ չի, որ նստեմ եկամտաբերությունը հաշվեմ, ասեմ, չէ, եկամտաբերությունը նվազա կամ ռիսկայնությունը բարձր է։ Այս մեկ Ես բացատրում ինչի խիստ ռացիոնալ պետք է հավատալ, հա, impeachment կոչված իսկ իրականում ամստահություն հայտնելու գործընթացի։ Երկրորդ, բա ինչ անենք։ Շատ լավ է, այդ դեպքում չեմ հասկանում, Մարուկյանը ձեզ ինչով էր խանգարում։ Հեսա դրան էլ կասնեմ, հեսա դրան էլ կասնեմ, ամեն դեպքում ավարտեմ միտքը, եթե որպես այլընտրանք դիտարկվում է էլեկտորալ process-ը, ընտրությունները լինում են հերթական եւ արտահերթ։ Հերթական ընտրությունները 26 թվականին են ու եթե նույնիսկ ես եւ դուք հիմա դուրս գանք ու սկսենք արագ վազել դրանից երկրագունդը արագ ավելի չի սկսի պատտվել որպես 26 թիվը շուտ գա։ Իսկ արտահերթի հայտարարման հետ ոչ մի աղերս ընդդիմությունը չունի։ Միակ մաքսիմալ բանը ինչ կարող է անել, երբ որ ինքը հրաժարական տա, առաջադրել տեխնացու, որը կստեղծի էլի նույն վիճակ։ Այսինքն ոչ այն գործընթացը մեզնից կախված չի։ Դե նստել սпасել է իմ համար կամ մեր կուսակցության համար ընդունելի մոտեցում չի։ Հիմա եկանք Մարուկյանին։ Մենք համարեցինք, որ պետք է իրերը կոչել իր անունով։ Լավ։ Դուք հասկանում եք, որ պատիվ ունեմ խմբակցությունը կարող էր ինչ-որ տես նեյտրալ հայտարարություն տալ, չգիտեմ, ասել գնացեք եւս 4 ստորագրություն բերեք, մազ կրակեք, դա ծիծաղալու է իմ բարագայում ասել։ Չգիտեմ, ճաղատ չպիտի լինի տեխնացուն, հա, ես սա կատակ եմ, որ ես ճաղատ եմ, ես իրավունք ունեմ այդ կատակը անել։ Ու այդպես սվաղել պատմությունը, բայց մենք համարում ենք, որ դա սխալ մոտեցում է։ Մենք մեր քաղաքացիներին ուղիղ ասում ենք, մենք մեր ընտրողներին մարդկանց, ովքեր մեզ հավատում են, ասում ենք, եղբայր, մենք Նիկոլ Փաշինյանին երկուսով չենք փոխելու։ Թե ինչի է դա այդպես ու հայտարարության մեջ դա ասված էր, կարող են իրեն առաջադրող երկու պատգամավորները դիմել մեր խմբակցության, մենք մանրամասն կետերով սուրճ խմելուց սկսած կբացատրենք ինչի է Մարուկյանը Փաշինյանը հանդիպել եք, ոչ բան խոսել եք։ Բոլոր մեր կոմունիկացիաները եղել են հրապարակի։ Ես չեմ ուզում ասեմ, որ ես համաձայն եմ ձեր հետ, որ Էդմոնը դա Նիկոլ երկուսա, որտեվ իրականում այտենց չեմ կարծում։ Ինքը Էդմոն Մարուկյանն է, նա Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա բայց հավատում եք, չէ՞ որ մարդիկ փոխվելու տենց շրջան ունեն։ Միգուցե այն ինչ որ ձեզ չէր բավարարում այն ժամանակ քննարկումների արդյունքում ինքը ի վիճակի կլներ փարատել ձեր կասկածները։ Տեսեք, 2-3 կետ ասեմ, դրանից հետո փոխվել եմ։ Ինչի է այդ հարցը ինձ անհանգստացնում, էլի, որտեվ սենց ստացվում է, որ մենք տեխնացու չունենք, ձեր տեխնացուին համաձայն ենք, բայց այս տեխնացուին մենք համաձայն չենք։ Այդ տրամաբանությամբ շատ դժվար է հասկանալ, այսինքն այդ տրամաբանության բացակայությունն է։ Բացատրեմ ինչի ոչ, նայեք, մարդիկ ասում են, ոչ ինքը Էդմոն Մարուկյան ասում է, որ ինքը ավելի հեշտ կարողանա ԿՊ-ից ձայներ բերել։ Հիմա ԿՊ-ից ամենահեշտ ձայները Ալենը Սիմոնյան կկանա բերել, Ալենին առաջադրենք։ Ես մի 3 կետ ասեմ, էլ ընդհանրապես 3 կետ։ Հիշում եք, որ մենք դեռ այն ժամանակ պարլամենտում չէինք, որպես արտախորհրդարանական ուժ, եթերներում, ձեր եթերում, փողոցներում ասում էինք, ժողովուրդ, բանա, ինչ որ բանակցություն ա տանում։ Բանակցություն ա տանում, որը լավ չի ավարտվելու։ Հետագայում 7000 անգամ հերքեցին, հետո պարզվեց իրականում կար սեղանին փաստաթուղթ, որը կոչվում է Լավրովի պլան, բայց իրականում բոլոր համանախագահների առաջարկն է։ Բանակցային գործընթացից Վիեննա Սանկտ Պետերբուրգ դուրս բերել եւ այլն։ Երբ այս ամեն ինչը մենք արտախորհրդարանական ուժ լինելով ասում էինք,
Ինքը խորհրդանում ասում էր սուրճ էր խմում Փաշինյանի հետ ու ասում էր ամեն ինչ նորմալ է 1 Երկրորդ ինքը խորհրդարանում էր պատերազմից հետո հասկանում եք ինքը կարող էր այդ ժամանակ impeachment-ի գործընթաց նախաձեռնել ինքը կարող էր թույլ չտալ որ ընտրական օրենսգիրքը փոխվեր Չէ, պարոն Մամիջանյան, անցյալի մասին ենք խոսում։ Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետն էր, դրանից առաջ նախագահն էր։ Ինքը կարար իշխանությունը չտար Նիկոլ Փաշինյանին, ինքը կարար նորմալ իշխանափոխություն կազմակերպեր։ Մենք բոլորս ինչ որ մի ժամանակ ինչ որ բաներ կարող էինք անել։ Բայց հիմա եկե հասել ենք այն հանգրվանին նախ նորմալ իշխանափոխություն կազմակերպելը որն է նորմալ իշխանափոխություն կազմակերպելը փոխանցում ուզում էիք ասեիք հա այո իշխանության փոխանցումը որովհետև մեկ մեզ Փաշինյանին բերում ռադարս բռնում է այդ թեման չի ինքը կարար կազմակերպել համաձայն չեք որ իմ հետ որ մեղքերը լինում են անդառնալի եւ ոչ եւ ես կարծում եմ որ Սերժ Սարգսյանի մեղքը շատ ավելի անդառնալի Իմ համար այդպես չի, որովհետև ոչ մեկ չի կարող կանգնել ու ասել, որ նախագահ Սարգսյանը երբևէ ներգրավված է եղել որևէ գործընթացի մեջ, որը հերահար կարող է մոտ լինել դավաճանականի։ Մարուքյանի մասին կարելի է ասել, որ ինքը դավաճանության մաս է կազմել առնվազն ինչքան էր աշխատում հատուկ դեսպան։ Այդքան ժամանակ։ Գիտեք, ես կարող եմ շատ երկար բանավիճել ու քննարկել թե հանրապետականի եւ թե նախագահ Սարգսյանի լավ եւ վատ դրական եւ բացասական գործողությունները, բայց կա մի բան, որը երբեք հնարավոր չի անել։ Ոչ մեկ չի կարող վերկանալ ու ասել հանրապետականը այս պարագայում դավաճանության մեջ էր ներգրաված։ Չէ, հանրապետականը խորը սխալվել է, խորը, որի պատասխանատվությունը չի կրել։ Այսինքն մենք հայ ժողովուրդը կրել է այդ պատասխանատվությունը։ Հանրապետակ քաղաքական ուժը կարող է կրել երկու տեսակ պատասխանատվություն։ Լավ։ Զրկվել իշխանությունից եւ եթե գործել է մեղքեր, որոնք նախատեսված են քրորենս գրքով, անհատները, ոչ ուժը, կարող են կրել այդ պատասխանատվությունը։ 1 Այդքանը 1 Երկրորդ Ես հիմա կասեմ մի բան, որը վստահ եմ, որ այդքան էլ դուրս չի գա մեր գործընկերներին ավակ, բայց ինչ արած։ Ոչ մեկ չի կարող չափել ցավը մարդկանց, ոչ մեկ չի կարող ասել դուք եք ավելի շատ ցավում այն ամենի հետ կապված, քան ես կամ հակառակ։ Բայց եկեք պատկերացնենք, թե ինչ են զգում են մարդիկ, ովքեր պատերազմի դաշտով են անցել, ում ընկերները հիմա Բաքվում են, ում ծնողների շիրիմները հիմա Ղարաբաղում են։ Խնդրում եմ, եկեք չքննարկենք, թե հանրապետականը ինչքան նա Ես համաձայն եմ, բայց դա բացարձակ չի մխիթարում։ Այսինքն այն որ այդ մարդկանց չէ, այն որ այդ մարդկանց են կամ ավելի վատ է, բայց դա չի բացարձակ չի։ Էլի վտանգավոր բան եմ ասելու, որի հետ ինձ թվում է դուք կհամաձայնվեք։ Այն ցավը, որը մենք որպես հավաքական եւ որպես անհատ յուրաքանչյուրս հիմա ունենք, հնարավոր չի մխիթարել ու գիտեք երևի ճիշտել է, որ այդ ցավը չմխիթարվի, որ հավերժ մարդու հետ գնա, որ ոգին պահի ու գիտակցումը այդ ինքնանույնականացումը պահի, որը հիմա փորձում են վերացնել իշխանությունները։ Այնպես որ, չէ, ես ձեր հետ համաձայն եմ։ Ուղղակի այստեղ սենց է ստացվում, էլի, որ Էդմոն Մարուքյանի գործած սխալները դրանք աններելի սխալներ են դավաճանությանը մոտ։ Իսկ Սերժ Սարգսյանի գործած սխալները, դրանք սխալներ են, որոնց համար ինքը ցավում է եւ պատասխանում։ Ոչ, դրա համար պատասխանատվություն մենք կրում ենք, կրել ենք եւ կրելու ենք։ Իսկ ինքը չի կրում Էդմոն Մարուքյանը։ Ինչով է կրում, որ ինքն իրանով դուրս է եկել 2 տարի հետ աշխատելուց եւ իր դեսպան լինելուց հետո ֆրակցիա ունենք։ Մինչև այդ մենք երկար ժամանակ ազգային ժողովրդի ֆրակցիա չունեինք, 7-րդ գումարումը ամբողջ, ու կարճատև, հաջորդը, այսինքն 2 տարի է որ չեք եղել։ Հա, եւ այսինքն նկատի ունեմ, այսինքն այդ ինչի է, այսինքն ինչի է իր մեղավորությունը վերջնական մխված, իսկ ձեր մեղավորությունը նախ մի վերքեն։ Ամենակարևորը վերջնական մխվածը դա իմ համար։ Կարող է ձեր համար չի, մյուս քաղաքացու համար նույնպես չի։ Մենք ձեր մասին ենք խոսում։ Հա, բայց այսպես որոշում կայացնողը մենք էինք, չէ՞, այդ կտրված։ Հա, բայց տրամաբանությունը կարևոր է ձեր որոշումը։ Չեմ հասկանում ձեր, ես բացատրեցի տրամաբանությունը։ Ես չեմ հասկանում ձեր տրամաբանությունը, թե հանրապետականը էլ ոնց պիտի պատժվեր։ Աշոտյանը 2 տարի նստած է, մենք իշխանություն ենք կորցրել, ընտանիքներ են մտել, ամբողջ գործադիրից երևի մենակ ես եմ, որ վերահսկողական գործ չկա, դատարաններում ենք սա, ուզում եմ հասկանամ ոնց պիտի լիներ մեր պատասխանը, քարատեին մեզ փողոցում։ Ասեմ, խնդիրը ինչ է։ Ես ասես հա, քարատեին։ Չէ, թող չքարատեն, ոչ մեկին թող չքարատեն, ոչ մեկին թող չքարատեն։ Կարծում եմ, որպես սխալներ ունեցող քաղաքական ուժ,
հանրապետականը պիտի հաշվի առնի, որ կան ուրիշ քաղաքական ուժեր, որոնք ունեն սխալվելու իրավունք առնում համաձայն, բայց մենք Էդմոնը այն ժամանակ մոտ աշխատել է մեր համար սխալները գրադացիա ունեն, սխալները լինում են դավաճանական եւ միլիոն թվարկումը որ կարող ենք միասին։ Իրականում չեմ ուզում շատ կենտրոնանանք պարոն Մարուքյանի վրա, բայց այս տրամաբանությունը շատ լավ է։ Բայց այդ տրամաբանությամբ, այսինքն ՀՊՇ-ում եւ մնացած շարժումներում եղել են մարդիկ, ովքեր որ գործադիրում են աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, չէ՞, ոնց որ տենց էլ է եղել։ Այո։ Մինչև 20 թվականը։ Մինչև 20 թվականը։ Դա էլ է իմ համար տարբերություն, շատ մեծ տարբերություն, վստահ եմ բոլոր մարդկանց համար։ Հասկանում եք, այս ամեն ինչը ես համաձայն կլինեի ձեր այս ձևակերպումների հետ, եթե օրինակ Բագրատ Սերբազյանի նախաձեռնած Սերբազան պայքարի ժամանակ, հիշում եք, այնտեղ առաջին քաղաքական հավաքը երբ որ եղավ, էլի ես էի ներկայացնում մեր կուսակցությունը ու իմ դիմաց նստած էր մի մարդ, ով որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է կազմակերպել եւ դրա համար հիմա ազատազրկվում է։ Ով ներողություն եմ։ Ոնց էր անունը Վարդան Նորքի բանդա, այսպես հասկացա, բոլորը հասկանում, անունը իրոք չեմ։ Հասկացա։ Այսինքն ինքը իմ դեմն էր նստած։ Իզնանից երկու աթոռ ձախ նստած էին բևերը, ծռերը։ Բայց Էդմոնը չէ։ Էդմոնը ոնց որ Խաչակյանին էր ուղարկի այդ հանդիպմանը, էական չի։ Նկատի ունեմ հանրապետական ապացուցել է, որ ունական նման բաները կողք դնել եւ ընդհանուր կոնսոլիդացիայի մաս դառնալ։ Բայց այս փուլում, երբ որ խոսքը գնում է մեր հավատաց գործընթացին, գործընթացը, որը մենք համարում ենք այս պահին ռեալ հնարավորություն ու այսպես ասած պատուհանն էլ այդքան մեծ չի։ Մենք այդ գործընթացը չենք ուզում փչացնել պարոն Մարուքյանով։ 17 րոպե խոսում ենք մեծ հաշվով պարոն Մարուքյանի մասին, անցնենք ուրիշ թեմաների։ Լավրովն էր Հայաստանում։ Նախ այդ լավ էր, թե լավ չէր ընդհանուր առմամբ ըստ ձեզ։ Գիտեք, Դե այդ մակարդակի պաշտոնյայի այցը արդեն ինչ որ մի բանի նշան է, հիմա ըստ ձեզ դա դրական նշան է թե բացասական։ Ես կուզենայի մի փոքր վերանալ բուն այցի փաստից, որովհետև լավ, եկեք մի հատ արձանագրում անենք։ Հարգված լրատվականի եթերում մենք քննարկում ենք դաշնակից պետության արտգործնախարարը, որ եկել է Հայաստան, դա լավա թե չէ։ Դե այդտեղ վիճելի է ինքը դաշնակիցա թե չէ, այդտեղ հարց կա։ Հասկանում եք, իմ համար վիճելի չի։ Ու նույնիսկ եթե դուք էլ այդպիսի բան եք ասում, դա արդեն վատ է։ Եկեք համաձայնենք։ Մեկ, իմ համար վիճելի է, եւ լավ չի, որ ձեր համար վիճելի չի։ Երկրորդ, ես բացատրեմ թե ինչի համար լավ չի, որ իմ համար վիճելի չի, որովհետև երբ որ 2022 թվականին դիմադրություն շարժման փարթամ, հա, այսպես ասեմ, ժամանակ նորից Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը այցել էր Հայաստան, արտգործնախարարի դիմաց կազմակերպած ցույցի ժամանակ ես ավտոմեքենայի վրա կանգնած խոսում էի Փարուխից եւ մի շարք այլ կետերից։ Հետևաբար, երբ որ ես դա անում եմ, ես իրավունք ունեմ երևի, թե ասել, որ դաշնակիցա եւ լավ չի, որ նման հարցերը հարց են առաջացնում։ Հիմա հաջորդ կետը, թե ինչի համար եմ ես դա այդպես ասում, որովհետեւ հասկանում եք, ես այս օրինակը շատ եմ բերել, երբ որ ես իմ ընկերներից որևէ մեկի հետ վիճում եմ, իսկ դաշնակիցը դա նույն ընկերն է, ուղղակի աշխարհակահական տրամաբանությամբ։ Ես ստատուս չեմ գրում Facebook-ում։ Ես հեռախոսը վերցնում եմ, զանգում եմ իրեն, խոսում եմ կամ խնդրում եմ, հանդիպում ենք, պարզում ենք հարաբերություն։ Նույն ձև պետք է անել դաշնակիցների հետ։ Այն ինչ Փաշինյանն ենք այս 7 տարվա ընթացքում անում էին խիստ հակառակը, խիստ։ Այսինքն ամեն ինչը ստատուսներով հրապարակային ինչ որ գործընթացներ, դա թափանցիկություն չի, դա անգրագիտություն։ Հիմա անդրադառնանք բուն այցին։ Մի քանի արձանագրում այս այցի հետ կապված։ Առաջին, սկզբնական փուլում Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ այցի շրջանակներում այց է տեղի ունենալու նաև Ծիծեռնակաբերդ եւ անմար կրակի մոտ հարգանքի տուրք եւ ծաղկեպսակի տեղադրում։ Ինչպես տեղի ունեցավ, որ այդ հարգանքի տուրքը վերածվեց բացառապես ծաղկեփունջ ուղարկելու։ Ես հիմնավոր կասկած ունեմ համարելու, որ դա այդ փոփոխությունը կատարվել է հայկական կողմի պաշտոնական չեմ զարմանա որ տենց պարզվի։ Պաշտոնական վերսիան եղել է, որ այցը շատ բան էր, հագեցած էր եւ այլն, բայց բոլորս հասկանում ենք, որ դա չեմ զարմանա որ պարզվի մեկ կողմից է եղել։ Երկրորդ, երբ որ ես լսում էի Արարատ Միրզոյանի եւ Լավրովի ասուլիսը,
շատ բաներ կան, որոնց հետ ես կարող եմ երկար քննարկել եւ չհամաձայնվել, բայց կետ 1 Երևանում Ռուսաստանի արտգործ նախարարը խոսում է ինքնորոշման իրավունքի կարևորությունից, պարզա իր երկրի շահերից ելնող բանից, հա, դիտակետից, ու դա Արարատ Միրզոյանը չի օգտագործում։ Այսինքն գերտերության արտգործ նախարարը խոսում է նրանից, ինչ է եղել է մեր արտաքին քաղաքականության հենասյուներից մեկ, ու մենք անդադար փորձում էինք դա առաջ մղել, ու Միրզոյանը դա որևէ ձև չի օգտագործում։ Բնականաբար գոյություն ունի դիվանագիտական պրոտոկոլ, բնականաբար ես հասկանում եմ, որ Ուկրաինայի քեյսը բավական բարդ քեյս է ու պետք չէր մտի։ Այդ ամեն ինչ ես հասկանում եմ։ Բայց բուն սկզբունքից ոնց չես խոսում։ Դա մեկ, սա իմ համար անընդունելի է։ Ու սա ռեալ ակնկալում եք, որ տենց է լինելու։ Չէ, գիտեք, բացատրեմ ինչի։ Ես բացատրեմ ինչի եմ հեսա բարձրաձայնում ամեն անգամ։ Իհարկե չեմ ակնկալում Միրզոյան Արարատից նման բան։ Չէ, Միրզոյան Արարատից չես, մարդիկ ասում են, որ Ղարաբաղի հարցը փակ է, մենք այդպես խնդիր չունենք, ասենք ինչ եք սպասում։ Այո, բայց չի կարելի դրա հետ համակերպել ու դա ընդունել որպես նոր նորմալ, հասկանում եք։ Ես դրա համար եմ սրա մասին խոսում։ Ես չեմ խոսում նրա համար, որ իրանք դա հասկանան, իրանք դա շատ լավ են հասկանում, գիտակցաբար են անում եւ իրենց դավաճանությունը, կարեւորությունը, աններելիությունը հենց դրանում է կայանում։ Բայց սա չպիտի մոռացվի։ Դավիթ ջան, այսպիսի մի ընկալում կար ու դա ցավոք սրտի էլի է տարածվում ու մենք պետքա դրա դեմ պայքարենք։ Մարդկանց սկսել է թվալ, որ Ղարաբաղի կորուստը բնական աղետ էր։ Այսինքն ով էլ լիներ, դա տեղի էր ունենալու։ Երկրաշարժի պես մի բան կամ փոթորիկի կամ ջրեղեղի պես, չէ, դա այդպես չի։ Դա մոտեցրել են, Պրահայում հայտարարել է, որ Ղարաբաղ Ադրբեջանի մաս է, որի արդյունքում դա եղել է, հասկանում եք, ու սա անդադար պետք է ասել։ Այս նույն պատմությունը եղել է Գերմանիայի կանցլերի հետ, երբ որ ինքը խոսում է ինքնորոշման իրավունքից, Փաշինյանը չէ։ Ու դրա համար ես սա կարևորում եմ։ 1. Երկրորդ, գիտեք, ճշմարտությունը էական չի, թե ով է ասում։ Եթե ինքը շարունակում է լինել ճշմարտություն։ Ես շատ ուզում եմ, որ մեր քաղաքացիները հստակ ֆիքսեն։ Սա մենակ Լավրովը չի ասում կամ Ռուսաստանի Դաշնության նախագահը չի ասում, սա Բորելն էլ է ասել, եթե ինչ որ մարդկանց աշխարհակական ճաշակներով ավելի շատ դուր է գալիս լսել եվրոպացի պաշտոնյան, ես խնդիր չունեմ, Բորելն էլ է սա։ Չէ, շատ ֆրանսիացիներն էլ են խոսել։ Միլիոն մարդ, բոլորն էլ ասել են։ High level-ով եմ տանում։ Մեզնից բացի հիմա բոլորը խոսացել են։ High level-ով եմ, այո, տան։ Նիկոլ Փաշինյանը առաջին ղեկավարն է Հայաստանի ով Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Մնացած բոլորը Լիսաբոնում է որոշվել, Լևոն Տեր-Պետրոսյաններ տվել, Քոչարյաններ տվել, Սերժ Սարգսյաններ տվել, Վազգեն Սարգսյաններ համար, այդ բոլորը հեքիաթ է։ Ինքն է տվել։ Ու սա ես չեմ ասում նրա համար, որ երկու view ավել հավաքեմ կամ երբ որ լինի ընտրությունը, այդ ընտրություններին 3 ձայն ավել հավաքեմ, բացարձակ։ Սա ես ասում եմ, որպեսզի իրենց որոշումները կայացնելիս մեր քաղաքացիները սա գիտակցելով շարժվեն։ Այցի բուն տրամաբանությունը այդ շատ տենց պոլարիզացված, բևեռացված արձագանք էր, չէ՞, այս այցին։ Մի խումբ մարդիկ փողոցում ցույց էին անում դրա դեմ, Facebook-ում ուրախանում էին, տես չգնաց մոնումենտ անմար կրակի մոտ, մյուս խումբ մարդիկ դրա հակառակն էին անում, ոնց եւ այլն եւ այլն եւ այլն։ Գիտեք, ես համարում եմ, որ քաղաքականության մեջ տղայությունը, խնդրում եմ շփոթել տղամարդկության հետ, տեղ չունի։ Տղայությունը, անիմաստ դրսևորումն է։ Տես ես չգնացի դիմավորելու, տես ես այսինչ բանը չարեցի։ Ես համարում եմ, որ ավելի լավ է պրոտոկոլը պահպանել, բայց երբ որ դուռը փակվում է, ու ես եւ դուք չենք տեսնում, թե ինչ ես անում։ Կարելի է եւ չպահպանել պրոտոկոլը։ Սկսում ես ռեալ աշխատել, ասում ես եղբայր, բայց այ դա իմ համար տղամարդկություն ու հայրենասիրություն։ Իսկ մնացած ամեն ինչը խայբ բռնելա, պոպուլիզմը ու երկիրը կործանում իրականում։ Ի վերջո ինչի էր եկել Լավրովը ձեզ։ Շատ տարբեր դիտակետերից կարելի է։ Պաշտոնական վարկածը ներկայացվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ եւ Հայաստանի կառավարիչը վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել են արագացնել տեմպը կամ դինամիկան բարելավել դաշնակցային հարաբերությունների ու այս համատեքստում, որը իմիջիալոց տրամաբանությունից բխող է գործընթացը, բայց այս համատեքստում շատ քննարկվող հարց է Նիկոլ Փաշինյանը արևմտամետ է, ռուսամետ է եւ այլն։ Ինքը ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ է, ինքը ոնց եղել է թերթի խմբագիր,
այսինքն սուտ հոդված գրես, սպասես որ փող տան, հետո եթե փողը քիչ լինի, մի հատ էլ հոդված գրես ու այդպիսի շանտաժային դրամաբանությամբ աշխատես։ Ինքը նույն ձև փորձում է արտաքին քաղաքականություն կառուցի ու ինքը ճկվի այն աշխարհակաղակական կենտրոնի առաջ, որը կապահովի իր վերարտադրումը։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չի, խոսքը ռուսական կողմի մասին է։ Արդյոք ըստ ձեզ ռուսական կողմը ունի քաղաքական նախասիրություններ հայկական քաղաքական դաշտում թե չէ, եւ արդյոք Լավրովի գալը այդ նախասիրությունների ցուցադրության նշան էր։ Գիտեք, բնականաբար ոչ մի ռեալ քաղաքական գործիչ չի ասի, որ երկրի ներքաղաքական զարգացումները դա տենց կոլբայի մեջ առանձնացված ամբողջ աշխարհից գործընթացներ են, որոնց վրա աշխարհակաղակական ոչ մի բան չի ասում, իհարկե ազդում է։ Բայց ես հետևյալ տրամաբանության սիրահարն եմ ու դա գալիս է նրանից, որ հանրապետականին գիտեք, ռուսները ասում են արևմտամետ, արևմուտքում ասում են ռուսամետ, դրանից հետևում է, որ մենք կարողանում ենք բալանսավորել մեր արտաքին կապերը։ Ես այս նախադասությունը շատ անգամ ասեմ, մի անգամ էլ կասեմ, ինձ իմ սեփական երկրում քաղաքական աղբը թափելու համար ոչ դաբրոյա պետք, ոչ օքեյ։ Ես գիտեմ ինչ պիտի անեմ, մեր թիմը գիտի ինչ պիտի անի, մենք մեր առաքելությունը գիտենք։ Ես համարում եմ, որ ճիշտ գործընթացը հետևյալն է, դու սկսում ես գործ անել, ուժերիդ ներածի չափով, հավատալով դրան, ինչ-որ պահի, իսկ արդար գործը, երբ որ հավատով կպնում ես, չի կարող ինչ-որ պահի հաջողության չբերել, ինչ-որ պահի դու այնքան ես ուժեղանում, որ այդ նույն աշխարհակաղակական կենտրոնները քեզ ասում են, եղբայր, մի հատ կարող եմ հասկանալ քո աշխարհակաղակական հայացքները ինչու՞մ են։ Հետևաբար, ես իհարկե շատ ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կանխատեսելի բառից լավ իմաստով դաշնակից եւ գործընկեր լինի։ Եվ դրա համար կանենք մենք ամեն ինչ։ Բայց մեր գործը մեր փոխարեն ոչ մեկ չի անել։ Այս պահին ունի Ռուսաստանը նախասիրությունս ձեզ, թե չէ։ Ես տեսեք, որտեղ երկրորդ նախագահն էլ, ասուլիս հարցազրույց տվեց, այդտեղ տենց չէ ակնարկներ կային դեպի ռուսական կողմը։ Իմ խորին հարգանքով եւ բարեկամական հարաբերություններով շատ ու շատ իմ գործընկերների ես համարում եմ, որ հիմա իմ մտածելիքը ավելի շատ պիտի լինի թե ոնց քաղաքացիներին, քույրերիս եւ եղբայրներիս համոզեմ, բացատրեմ, աչքերը բացեմ, թե ինչ է անում Փաշինյանը, քանց թե նայեմ այս կամ այն աշխարհակաղակական կենտրոնը ու հավանում իսկում չէ։ Տարբերություն չեք տեսնում։ Ես չասի որ տարբերություն չեմ տեսնում, ես ասացի որ իմ առաջին պարտականությունը եւ առաքելությունը։ Եկեք երկրորդը քննարկենք, առաջինը հասկացանք։ Ես համարում եմ, որ ոչ թե համարում եմ, այլ փորձը ցույց է տալիս, որ ռուսական establishment-ը, պետական ինստիտուտները ոչ այդքան լավ աչքով են նայում այն քաղաքական միավորներին, որոնք իշխանության են եկել ոչ էլեկտորալ ճանապարհով։ Դա ցույց է տալիս փորձառություն։ Ուստի 18 թվական գուցե Պարոն Մամիջանյան, ես երրորդ անգամ եմ նույն հարցը տալի։ Ուրեմն առաջի անգամ ես ձեզ հարցնում եմ, արդյոք ունեն նախասիրություններ, դուք ինձ պատմում եք ձեր անելիքները։ Երկրորդ անգամ ես հարցնում եմ, ունեն նախասիրություններ, դուք ինձ պատմում եք ում չեն սիրում։ Այո, Նիկոլ Փաշինյանին չեն սիրում։ Ես հարց եմ տալի, ում են սիրում։ Արդյոք ունեն նախասիրություններ։ Ոչ թե ում չեն, պարզ ես այսքան ժամանակ փորձում էի խուսափել ոչ այդքան մեղմ արտահայտությունից, բայց երևի չկարողանամ խուսափել։ Չգիտեմ ում են սիրում, թե չէ, ու մեծ հաշվով ինձ այդքան էլ չի հետաքրքրում։ Հասկացա ձեզ։ Հաշվի առնելով իմ բոլոր հոյակապ հարաբերությունները իմ գործընկերների։ 26 թվին գնալու եք ընտրությունների։ Մենք 26 թիվը առասարակ չենք էլ քննարկում դեռ, բացատրեմ ինչի, որովհետև մինչև այդ լիքը գործ կանել։ Ու ես հույս ունեմ, որ մենք, չէ, 26 թվի ընտրությունները միևնույն է տեղի են ունենալու, բայց տեղի ունենալու այլ կոնֆիգուրացիայով եւ այդ ընտրությունների կազմակերպիչը այլ մարդ է լինելու։ Ես դրան եմ հավատում։ Եվ դրա համար եմ աշխատում ամեն օր։ Պարոն Մամիջանյան, պրակտիկ մտածող մարդու տպավորություն եք թողում, այսինքն լուրջ տենց մտածում եք, որ 26 թվի ընտրությունները ուրիշ մարդ է անցկացնելու։ Ինչի համար է։ Մի տարբերակ կար, Էդմոնը ինել չուզեցիք։ Կներես իհարկե բարի համար, բայց հողերս Հայաստանի քաղաքական դաշտին եթե մի տարբերակ պարոն Մարուկյաններ, գիտեք
Բա ինչ գործ ունեմ ես 5 շաբթի ընդ որում ուշացած ինչ համար ներողություն եմ խնդրել ձեր եթերում եթե համարում եմ որ մինչև 26 ուրիշ անելիք չկա Մենակ սպասեմ երբ որ ժամանակը մոտենա 26-ին ժամանակ քարոզարշավ կընկնեմ Ես կարծում եմ մոտեցել է որտեղ ձեր գործընկերները սկսել են քարոզարշավը Լավ են արել իսկ մենք համարում ենք որ պետք է աշխատել չի կարելի հանձնվել բոլոր հնարավորությունները, բոլոր գործիքները չօգտագործած։ Պարլամենտական գործիքներից մեկն է այսպես կոչված impeachment-ը, ու մենք պարտականություն ունենք մեր քաղաքացիների առաջ այդ գործիքը օգտագործելու։ Օգտագործել ոչ թե для галочки կներեք բառիս համար։ Օգտագործել ոչ թե որ հետո քարոզարշավի ժամանակ մի հատ ռոլիկ հանենք, որտեղ ես ամբիոնից ինչ որ թուղթ եմ թափահարում եւ գորգռում, այլ ռեալ բոլոր հնարավորությունները դրա հաջողության հասնելու համար ներդնելու։ Մենք այդպես ենք համարում, հանրապետական կուսակցությունը այդպես է համարում, նախագահ Սարգսյանը 3 դատարանի բակում ասեց ու կարծում եմ բոլորը հասկացան, որ իր ջանքերն էլ որպես կուսակցության ղեկավար, որպես պաշտոնատար նախագահ այդ ուղղությամբ են լինելու։ Հույս ունեմ մեր մնացած բոլոր գործընկերները նույն ազնվությամբ, նույն ջանասիրությամբ կլծվեն այս գործին, որովհետև դրա մերժման տրամաբանություն, բացատրություն չկա։ Այ, երբ որ այդ գործընթացը տեսանելի լինի եւ այդ գործընթացը արդեն շոշափելի դառնա, մենք սկսենք նաեւ խոսել դրա առավելությունների մասին, որ ինքը տրամաբանության մեջ լեգալ գործընթաց է, այսինքն դրանով իշխանության եկած մարդը ընդունելի է բոլոր աշխարհակահաղական կենտրոնների համար։ Մենք խոսենք նրա մասին, որ Ժողովուրդ ջան, պատերազմից հետո Փաշինյանը բոլորին խաբեց ու ասեց, որ բռնաբարվելուց թուլանալն ու չդիմադրելը լավագույն տակտիկան է։ Տեսնում ենք դա ինչի է բերում։ Մենք կարողանանք արկա գործընթացներով, կառավարելի գործընթացներով կանխել առնվազն ամեն ինչ անել դրա համար անդառնալի փոփոխությունների իրագործումը Փաշինյանի կողմից։ Մենք հասկանում ենք այս գործընթացը մի շատ հետաքրքիր առավելություն ունի։ Այստեղ Փաշինյանը ոչ մի դերակատարում իրանից ոչինչ կախված չի։ Երբ որ դու գնում ես ուղիղ հրաժարականի տրամաբանությամբ, այսինքն հավաքում ես 400,000 մարդ ու սպասում ես որ ինքը հրաժարական տա, փողոց ես փակում, կյանքն ես պարալիզացնում եւ այլն։ Դու իրանից կախում ունես ինքը կամ հրաժարական կտա կամ չի տա։ Երբ որ դու գնում ես ընտրական process-ի կամ հերթական կամ արտահերթ, դու էլի որոշակի կախում ունես իրանից, որովհետեւ ինքը ինչ ուզում անում է, այս միջազգային կազմակերպությունների բան չեն ասում։ Այս պատմության մեջ Փաշինյան չկա։ Դեպքում ինչ չեք բերում։ Գիտեք, դե բարձա չէ, տեսեք, Հայաստան դաշինքը ասում է մենք տեխնացու չենք բերելու։ Դե ասեց Երկրորդ նախագահն ասեց մենք ոչ մեկի երկու օր տեխնացու լնելու ֆոնին բուտաֆորիա չենք լնելու։ Մարդը հայոց լեզվով ասեց։ Հիմա տրամաբանորեն ինքը չի հավատում այդ գործընթացին։ Դուք հավատում եք։ Այո, մենք ինչքան ժամանակ ենք։ Ահագին ժամանակ ենք ծանոթ ենք, թեպետ մտերիմ չենք, բայց համենայնպես իրար գոյության մասին գիտենք։ Վստահ եք, չէ, որ երբեք ոչ մի բառ մանավանդ գրավոր հայտարարության մեջ անիմաստ չի արվում։ Նորից մեջ բերեմ մեր գրավոր հայտարարությունը։ Այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը նպատակահարմար չի գտնում առաջադրել տեխնացու։ Եկեք ավելի impeachment-ի համար։ Ինձ թվում է ես ահագին բան ասացի։ Մեր եթերաժամանակն ավարտին մոտեցավ, սիրելի ռադիո լսողներ, ամրագրենք, որ պարոն Մամիջանյանը նոր impeachment-ի գործընթացի անոնս արեց մեր տաղավարում։ Սպասենք, տեսնենք, շարունակեք լսել գործարարալիքը, մենք կհանդիպենք այսօր այսքանը։